ու այդ ամեն ինչը ու այդ ապօրինության հետևում կանգնած է պետական ապարատը, ամենասարսափելին դա է, այսինքն պետական ապարատի գործը պետք է լինի լրիվ հակառակը, կանգնել օրենքի թիկունքին, կանգնել օրենքի կատարման այդ գործի այդ յետևում դուք ասացիք հանցագործություն, ես հիմա ուզում եմ դիմեմ մեր իրավաբանին, իսկ հանցագործության մասին այդ հայտարարությունը ով պետք է տա։ Ախր հենց հարցվել ենք, մարդիկ տվել են։ Բա Կարեն ջան, դու եկել ստորագրել ես այդ հաղորդումը։ Այդ հաղորդումը դատախազին մենք մի ամբողջ ֆորում հավաքեցինք իրավապաշտպաններով, իդեպ Ռուբերը չկարողացավ գալ, որտեղ հերթական մի իսկ ընդունել է դատախազը։ Դատախազը հələ դեռ ժամանակ ունի պատասխանելու։ Դուք ես վստահ եմ, որ ակնկալիքը այն չի, որ հեսա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված դատախազը, քննչականի պետը, մեկ էլ կասեն, տես շատ ճիշտ են ասում, խելոք բան են ասում, всё-таки պետք է քննություն նմանացրի, գիտես այդ, Պարուձային անում, թե չէ, մենք ճիշտ ասա։ Խնդրում եմ առանց վիրավորակների, վիրավորական համեմատություններ։ Լավ չի կարելի։ Հարգանք կա, բանկա ես մեծերին հաշվի ոչինչ չեմ կարող անել։ Հիմա այս հանցագործության մասին հաղորդումը օրինակ որ ներկայացվեց։ Դրա նպատակը քաղաքական ո՞րն էր։ Դե շատ པարզ բան է, մենք ընդհանրապես ցույց տվեցինք, որ մեր հասարակությունը իմաստ էր այդ ամբողջ հավաքի, որ մեր հասարակությունը չի պատրաստվում լռելյան ընդունել օրինախախտումները։ Մեր նպատակը այն էր, որ ընկալվի, որ սա քաղաքացիական հասարակության ռեակցիան է։ Քաղաքացիական հասարակություն ասելով մենք նկատի ունենք եւ անհատ մտավորականներին, քաղաքացիներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին եւ այո, ինչու քաղաքական ուժերին։ Քաղաքական ուժերը էլ կան, բաստացեցին եւ դա բավականին հետաքրքիր ֆորմատ էր, որով ոնց որ ամբողջ sense քաղաքացիական հասարակությունը մի հատ ուղերձ մղեց ֆորմալ գլխավոր դատախազին, բայց իրականում դե ֆակտո այդ ուղերձը ուղղված էր մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Բարի, բայց ինքն էլ փաստորեն այդ ամեն ինչից հետո դրանից առաջ ինքը ասում է, որ ես էլ չեմ պատրաստվում չլռողներին հանդուրժել։ Ես բռնելու եմ, նստացնեմ։ Դες դրա համար եմ ասում, որ մենք իրականում շատ վտանգավոր մի եզրին ենք կանգնած, որովհետև բանա բռնապետության ծնունդա տեղի ունենում հենց այս պահին սաղմնավորված ինչ որ մի հատ բռնապետ, որը այսինքն մի մարդ, որը ուզում է բռնապետ դառնալ եւ արդեն անթակույց քայլեր անում այդ ուղղությամբ, ինքը իհարկե հենց չի դառել բռնապետ։ Ինքը կատարում է հանցագործություններ, որոնք տանում են դեպի բռնապետության հաստատումը, բայց բռնապետություն դեռ չի հաստատվել եւ սա այն պահն է, այն շատ կարեւոր լրջանալու պահը, այս ուղիղ այն պահն է, որ եթե մենք բաց թողենք որպես հասարակություն, մենք հետո մի օր արթնանալու ենք ու ասելու ենք ոնց այս խղճուկ, այս տգետ, այս ոչնչությունը, ասենք մեկ էլ կարողացավ դառնալ բռնապետ։ Այս պահը մենք բաց թողելու իրավունք չունենք։ Մի հատ հարց տամ էլի, որպես որ ասում եմ փորձառու եւ քաղաքական գործիչ եւ ուսումնասիրած ամբողջ եւ քաղաքական պատմությունը աշխարհում եղել է բռնապետ, որը ոչ թե փորձել է այլ տարածքներ գրավել կամ այլ պետությունների նկատմամբ նկարտումներ ունենալ, այլ ընդհակառակ հնարավորինս ինչ հնարավոր է հանձնել, հնարավորինս կատարել պահանջները օտարի։ Նման բռնապետ եղել է։ Գիտեք ինչ, հիմա բանը իրականում Փաշինյանի թիկունքին կանգնած է հենց նա, ով որ ջարդել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն իրան բռնապետ նաև դարձնում են, օգնում են դառնալ։ Նույն Ադրբեջանը հիմա կանգնած է իր թիկունքին։
Ադրբեջանի համար կենսական Բենզին անվեր անհրաժեշտություն ուղարկում, բան անում։ պահպանել Նիկոլ Փաշինյանին իշխանությանը եւ այդ առումով հենց ընտրություններից առաջ բենզին էլ կուղարկեն, չգիտեմ, Լավ, Ադրբեջանը տարբեր ժեստեր կանեն։ Ադրբեջանը Չայել կուղարկել։ ինձ շատ հասկանալի է։ Շատ բնական է, որ փորձում է այդպես վարվի։ Ենթադրենք Թուրքիան էլ որպես հա մեծ եղբայր կամ դաշնակից եւ այլն եւ այլն։ Եվրոպական դեմոկրատների մասին։ Ինչու են լռում այն հա կենտրոնները, որոնք համարվում են խոսքի ազատության, հա ժողովրդավարության եւ տարբեր ազատությունների, եթե թվում նաեւ կրոնական, որովհետեւ մենք հիմա դրա մեջ ենք ավելի շատ։ Իմ շատ լավ ընկեր Արման Գրիգորյանը, որը գիտեք Լիհայի համալսարանի, ամերիկյան համալսարանի tenured professor է, այսինքն շատ լուրջ կարգավիճակ ունի եւ ամենալավ քաղաքագետներից մեկն է Միացյալ Նահանգների։ Ինքը մի ամբողջ հոդված ունի, կարծեմ դա ուզում է գրքի էլ վերածի, որտեղ ինքը բացատրում է, որ ժողովրդավարական պետությունները, ինչքան էլ որ ժողովրդավարությունը մեզ համար ցանկալի արժեք է եւ իսկապես մենք բոլորս էլ այդպես ենք կարծում, ես անձամբ այդպես եմ կարծում, ժողովրդավարական պետությունները ժողովրդավարության արժեքը ավելի շատ իրենց համար են պահպանում, բայց չկա այդպիսի բան, ինչպիսին է միջազգային ժողովրդավարական համերաշխություն։ Եթե ժողովրդավարական հզոր պետությունը, ասենք, կամ պետությունների հզոր միությունը ունի աշխարհաքաղաքական ազգային անվտանգության շահերի առնչվող նպատակներ, ինքը շատ հեշտությամբ զոհաբերում է այդ համերաշխությունը ժողովրդավարության հետ։ Այդ պատմության մեջ այնքան օրինակ կա, որ չգիտեմ, հիմա որ նստենք, երևի մի ժամ մենակ դրա մասին կարամ խոսեմ։ Այն օրը հիշենք Լիբիայի այդ Քադաֆին, որ Չէ, ես այդ էի ուզում ասեի, հա, ասենք Այո, ուղղակի շահերը չեն համընկնում։ Այսինքն այս պահին բոլորը Եվրոպական միությունն էլ, Իսրայելն էլ եւ Ամերիկան բնականաբար այս տրիպ լուծումը դիտարկում են որպես բավականին կարևոր քաղաքական լուծում, որը իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունը լայնացնում է հարավային Կովկասում, վերցնում է իրենց տիրապետության տակ եւ մեկուսացնում է, ասենք, եւ Ռուսաստանին հարավային Կովկասում եւ Իրանին։ Եվ Իրանին։ Այսինքն այս գործընթացը շատ կարևոր է Եվրոպական միության համար եւ այստեղ իհարկե Եվրոպական միության համար կարևոր է Ռուսաստանին մեկուսացնելը, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար Իրանին։ Շատ ճիշտ եք, այդ շատ ճիշտ բան է, համադրում աշխարհի եւ նրանք բնականաբար այս գործի վրա են եւ շարունակելու են այս գործը եւ եթե իրենց պետք է որ Նիկոլ Փաշինյանը մնա, իրենք բնականաբար պատրաստ են լինելու հայտնի լրիվ փակել աչքերը փակել հայտնի կապիկների բանը միանգամից գալիս է առաջ, հա, ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ խոսում։ Իսկ Արման Գրիգորյանի գիրքը հենց դրա մասին է եւ ինքը, ասենք, շատ պարզ պատմական օրինակների վրա բացատրում է, որ այդպես է, այսինքն ինչքան ժողովրդավարական պետությունները անպայման չեն օգնում այլ երկրներում ժողովրդավարությանը, անգամ կարող են բռնապետությանը օգնել, եթե դա իրենց անվտանգության շահերից բխում է։ Հիմա մենք հայտնվել ենք այդպեսի մի Сволочь, но это наша сволочь։ Հա, Знаменитая фраза «Ասուկին սին»։ No наш սուկին սին։ Ճիշտ է։ Հա։ Դա հիմա այդ վերաբերվում է հենց լատինական Ամերիկային, որտեղ չի եղել որևէ բռնապետություն, որին ասենք Միացյալ Նահանգները չաջակցեն։